Դադարեցրեք շփումը, եթե զրուցակցի կողմից տեսնում եք հետևյալ 3 քայլերից մեկը։ Առաջինը. կայացման խնդիր, եթե նույնիսկ ձեզ թվում է, թե զրուցակիցն ուզում է կայանա, օգտագործելով ձեր գրառումը, ձեր սրահը, ձեր խոսքը եւ այլն։ Հանկարծ սկսում է շռայլել խորհուրդներ, պատմել իր անցյալի ձեռքբերումներից կամ հանդես գալ սովորեցնող ճառերով, չնայած այս ամենի մասին իրեն ոչ ոք չի հարցրել։ Երկրորդ. գնահատականներ դիմացինի արարքին։ Մի ենթարկվեք սադրանքի, երբ զրուցակիցը պիտակներ է կպցնում, բնութագրում է ձեր այս կամ այն արարքը։ Այսինչը ճիշտ ես արել, այնինչը սխալ ես արել։ Գնահատական տալը մեզանից բարձր կանգնած մեկի դիրքն է՝ ուսուցչի, պրոֆեսորի, դասատուի։ Եթե դիմացինին չենք հարցրել կարծիք մեր արարքների ճիշտ ու սխալի մասին, ինքնակոչ պրոֆեսորների հետ զրույցը դրական արդյունք չի տա։ Դադարեցրեք։ Եվ երրորդ, խոսքի վերաիմաստավորում։ Օրինակ, ես ասում եմ, ինձ համար անընդունելի է X երևույթը, ու հնչում է հարցը. Ինչու դրա մեջ ինչ վատ բան կա։ Ես չասացի վատ կամ լավ բան կա դրա մեջ։ Ես ընդհանրապես ասացի, որ ինձ համար անընդունելի է այդ երևույթը։ Խնդրում եմ իմ խոսքերը չվերաիմաստավորել։ Սա նման երկխոսության օրինակ էր, սակայն ավելի արդյունավետ է դադարեցնել զրույցը հենց ամենասկզբից, երբ զրուցակիցն սկսում է վերաիմաստավորել մեր խոսքը եւ հարցեր ուղղել մեզ, ելնելով իր տված իմաստից։